Քանաքեր Զեյթունում վարձակալությամբ բնակվող Տաթևն ու Համլետը մեր նախորդ հանդիպմանը պատմում էին 6 անչափահասներին դժվարությամբ մեծացնելու կենցաղային ու սոցիալական բազում խնդիրների մասին։ Այս ընտանիքի հուսահատությունը փարատելու նպատակով կրկին նրանց տանն ենք, այս անգամ փոխանցելու մեր գործընկերների ուղարկած նվերները, որոնց փոքրիկները անհամբերությամբ էին սպասում։ Այսօր իմ աղջիկս անգել է դպրոցից ու ասում է ես չեմ մնում արդեն դասի, ուզում եմ գամ տուն, որովհետև գիտեր որ դուք գալու եք այսօր։ Տաթևը մեր նախորդ զրույցի ընթացքում պատմում էր, որ ընտանիքի համար հիմա առաջնայինը ջեռուցման խնդիրը լուծելն է։ Առջևում ձմեռն է, իսկ փոքրիկների առողջությունը ամենախոցելին է։ Այս նպատակով էլ խաղահրապարակների կանաչապատմամբ եւ ռետինապատմամբ զբաղվող երեխաների համար անվտանգ ու առողջ միջավայր ստեղծող Arix Group-ը Մարտիրոսյաններին էլեկտրական տաքացուցիչ նվիրեց։ Հայր ու որդի շտապեցին միացնել այն։ Հիմա ջոն, լպայեսի Որը որ ես ունեի, դրանից շատ լավն է, որ իմը արդեն ոչ մի բան էր, ոչ սարքի վիճակում էր, սա ավելի լավն է եւ ավելի հարմար, քանի որ իմ փոքրիկս կլինի անվտանգ։ Մեր մյուս գործընկեր Բազմոց գրուպն էլ հոգաց նրբաճաշակ փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոցի կարիքը։ Ոգևորված էին տան հնամաշ իրերը փոխարինում նորերով։ Շատ ուրախ եմ, որ մեզ բազմոց եք բերել, որովհետև նա բացվող է եւ ես եղբայրս քնենք նրա վրա արդեն։ Արգավանդեեմն էլ ոճային ու գեղեցիկ բազկաթոռ հասցրեց երեխաներին, ինչը եւս դարձավ նրանց սիրելի անկյուններից մեկը։ Չկա տենց ինչ-որ մի բան, որի քիչ էր սպասված կամ ավելի շատ։ Հեռախոսներով փոքրիկներին ապահովեց Mobile Center խանութի տնօրինությունը։ Սմարթֆոններ էին ուղարկել Արտյոմին ու Լարիսային։ Երեխաների աչքերը երջանկությունից փայլում էին։ Շնորհակալ եմ շատ ձեզ, որ երազանքը կատարեցիք, որ ինձ հեռախոս նվիրեցիք, որովհետև ես շատ երկար ժամանակ ուզում էի իմ սեփական հեռախոսը ունենալ։ Ընտանիքին իրենց աջակցությունը հայտնելու են եկել նաև դռներ ու պատուհաններ արտադրող շուկայում առաջատար Էկոկոմֆորտ ընկերության ներկայացուցիչները։ Անհրաժեշտ դրամական օգնություն էին բերել նրանց ֆինանսական խնդիրներն ու պարտքերը մարելու համար։ Համլետ ջան, ցանկանում ենք ձեզ ամենալավն ու բարին, որ երեխաներին հասցնեք իրենց նպատակին, առողջ լինեք։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք ձեզ շատ։ Փոքրերի անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն էլ ապահովեց Ակվատեկ մարզառողջարանային համալիրը։ Ամբողջ ընտանիքին հրավիրեցին ամենամեծ ջրային զվարճանքների գոտի, մեծ լողավազաններով, ջակուզիներով ու մանկական խաղահրապարակներով։ Գիտենք, որ բազմազավակ ընտանիք ունենալը, պահելը, երեխաների մասին հոգ տանելը շատ բարդ է։ Փորձեցինք երեխաների զվարճանքի մի փոքր կտոր վերցնել մեզ վրա եւ ձեզ սիրով հրավիրում ենք Ակվատեկ սպորտային ջրային համալիր լավ ժամանց անցկացնելու։ Հաջորդ օրը արկածներ սիրող երեխաները լողում, խաղում ու լիաթոք ծիծաղում էին, լիարժեք վայելելով հեքիաթային իրականությունը։ Օրվա վերջում վայելեցին նաև ընկերության համեղ հյուրասիրությունը։ Դժվարին կացության մեջ գտնվող ընտանիքին մեր գործընկերները նաև սննդամթերքով օգնեցին։ Համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների մեծ տեսականին ապահովեց Իջևանի գինու եւ կոնյակի գործարանը, որն արտադրությունն իրականացնում է էկոլոգիապես մաքուր պայմաններում, բարձր պահելով թե համի, թե որակի նշաձողը։ Հոգաչափ շնորհակալություն եմ հայտնում, որ կարողացան եւ իմ բալիկներին աջակցել, ուրախացնել իրանց ուղարկած նվերներով, մթերքներով։ Առողջ ծննդի հարցն էլ հոգաց Արզնի հոլդինգի ղեկավարությունը։ Թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էին նաև ֆինանսապես։ Big Life ապրանքանիշն էլ բուժիչ հատկություններով մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտներ էր ուղարկել երեխաներին։ Համեղ ու օգտակար իր արտադրատեսակներից էր ուղարկել նաև Sunfood ընկերությունը՝ կետչուպ, մայոնեզ, կարագ, բուսայուղ, բնական բաղադրիչներով խմորիչներ, մեծաքանակ էր օգնությունը։ Իսկ ահա Arix թռչնաֆաբրիկան ընտանիքի սննդի ռացիոնում ապահովեց մսամթերքի երկարատև պաշարը։ Սառեցված մսամթերք էին ուղարկել հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ, ամեն ինչ առողջ ու համեղ սնվելու համար։ Համլետ ջան, Arix թռչնաֆաբրիկան բազմիցս օգնել է հայ կարիքավորին եւ այս անգամ փորձեցինք ձեր օգսը թեթևացնելու համար ձեզ բերել Arix թռչնաֆաբրիկայի տեղական արտադրանքներից կիսաֆաբրիկատներ եւ մսատեսականին։ Հուսամ կհավանեք։ Շնորհակալ եմ։ Եվ իհարկե այս աջակցությունը լիարժեք չէր լինի առանց երեխաների սիրելի քաղցրավենիքի։ Փոքրիկների անուշեղենի պաշարը լրացրեց Տավուշ Սվիտ ընկերությունը։ Ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել նաև Ռուսկի Բիսկվիտ ընկերությունը։ Շատ եմ սիրում քաղցրավենիքներից ռոլետ ու թխվածքներ։
Էկոֆորմ ընկերությունն էլ շտապեց ընտանիքին աջակցել իր որակյալ մաքրող միջոցներով ու տնտեսական ապրանքներով։ Նրանք նաև ֆինանսապես աջակցեցին Մարտիրոսյաններին։ Շատ թեթևացրեցին մեր հոգսերը, որովհետև երբ որ այս ամեն ինչի վրա գումար չծախսենք, արդեն կարող ենք այդ գումարը ծախսել մեկ այլ բանի վրա։ Որ սուտ չասեմ, երբ միջև ամառ կօգտագործեմ ես սա։ Ընթերցասիրությունն էլ աչքաթող չէին կարել։ Կարդալ սիրող երեխաներին բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր, նաև տետրեր էինք տարել։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Edit Print ընկերությունը։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Սաղից գոհ շնորհակալ եմ, որ ասենք եկան, բերին, օգնեցին, թե փողով, թե փոխանցում, թե սնունդից, թե գույքից, բոլորից էլ շնորհակալ ենք։ Դուք կանգնեցիք եւ իմ կողքին եւ իմ փոքրիկների կողքին եւ դուք եղաք առաջին մարդը իմ կյանքում, որ նկատեցիք մեզ։ Եվ իհարկե բոլոր անհրաժեշտ իրերը հաջողությամբ ու ապահով տեղափոխեցինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ։ Մեր հավատարիմ հեռուստադիտողները եւս մասնակցեցին հերթական բարեգործությանը։ Հաղորդումից ժամեր անց Տաթևն ու ամուսինը բանկային քարտին դրամական մեծ փոխանցումներ են ստացել ու մի պահ զարմացել։ Հաշվի համարի վրա գումարները փոխանցվում։ Դա այն կարգի էր, որ մեզ զանգահարեցին բանկից ու ուզում էին ճշտային թե ինչ է կատարվում, ինչ գումարներ են փոխանցվում։ Հավաքը գրված գումարները ամուսինները կուղեն նախ կուտակած պարտքերի մարմանը, ապա Արտյոմի ուսմանը։ Թատերական խմբակի մասին այդքան երազող փոքրիկ տղան վերջապես կկարողանա իր նպատակն իրագործել։ Արդեն համոզված է, անիրական թվացող երազանքներ չկան, վախն ու հուսալքությունը արագ անհետանում են, երբ կողքիդ են սրտացավ ու կարեկից մարդիկ, որոնք պատրաստ են օգնել եւ հավատալ ուժերիդ քեզնից առավել։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։